Ողջույն սիրելի բարեկամներ, մենք այժմ խոսելու ենք թե ինչ են բրածոները եւ ոնց են նրանք առաջանում եւ ինչպիսի հետաքրքիր պատմություններ են լինում բրածոների հետ կապված։ Առաջինը պետք է վերհիշեցնել, որ բրածոները դա կենդանի օրգանիզմների մնացորդներ են, որոնք որ միներալիզացվել են եւ պատվել են քարով եւ նույն դաջվածքն են ստացել, բայց ավաղ կամ մի ուրախություն ամեն բրածոն չի, ինչ որ լինում են իդեալ պահպանված եւ հասկացվում է թե ինչ է նա իրանից ներկայացնում։ Օրինակ այս մի կտորը մենք դեռ չգիտենք մոտավորապես, նույնիսկ հեռավոր միտք չունենք թե դա ինչ կարող է լինել։ Հնարավոր է սա լճի ափին ձևափոխված քարի կտոր է կամ ինչ որ մի ոսկորի վերաթաղված մնացորդներ, հիպոթեզները բավականին շատ են լինում եւ իրարամերժ։ Նշեմ, որ բրածոները օգտագործվում են նաեւ մեր առօրյա կյանքում։ Դա լինի կավիճը, որ օգտագործում ենք դպրոցներում, թե այն բրածոները, որոնք մենք միամիտ օգտագործում ենք պատերի, սյուների մեջ, եւ մեր մասնակիցները շատ դեպքերում այդ պատերից եւ սյուներից հայտնաբերում են խխունջներ, բույսերի մնացորդներ եւ մնացածը։ Կարելի է նշել, որ բրածոները մեր մոտ ամենուր են մեր մոլորակի վրա եւ եթե ուշադիր եք ձեր ոտքերի տակ կարող եք հայտնաբերել միլիոնավոր տարիների հետքեր։